21-րդ դարի սկզբին շենքերը սպառում են աշխարհի ռեսուրսների ավելի քան կեսը, քաղցրահամ ջրերի 16%-ը, ամբողջ էներգետիկ պաշարների 30-ից 40%-ը եւ երկրի ընդերքից համվածումքի 50%-ը։ Ճարտարապետությունը պատասխանատու էր նաեւ աղբակույտերի թափոնների 40-ից 50%-ի եւ ջերմոցային գազերի արտանետումների 20-ից 30%-ի համար։ Մեր շենքերը, մեր քաղաքները ուղղակի ազդում են կլիմայի փոփոխության հարցին։ Շատ ուղղակի կապ ունի օվկիանոսների թթվայնությունը բարձրանալու, որտեղ այդ երկու ֆենոմենները իրար կապ ունեն։ Օվկիանոսների որոշ հատվածներում 30%-ով ավել թթվայնություն կա, քան թե նախքան արտոնաբերության հեղափոխությունը։ Եվ դա ուղղակի ազդում է օվկիանոսում ապրող տեսակների հնարավորությունների։ Շատերն ասում են, որ կանաչ ճարտարապետության առաջին ուղի հարթողը ամերիկացի ճարտարապետ նորարար Ֆրանկ Լլոյդ Ռայթն է, որի նորարարական ճարտարապետական փիլիսոփայությունը կենտրոնանում էր այնպիսի կառույցների շինարարության վրա, որոնք շրջակա միջավայրի մի մասն են կազմում։ Շատերը չեն համաձայնում, նշելով, որ կայուն կանաչ ճարտարապետության բազմաթիվ օրինակներ կամ գոնե դրա սկզբունքները կարելի է գտնել հազարամյակներ առաջ։ Օրինակ, հռոմեացիների հայտնի ակվեդուկները, որոնցից շատերը մինչև այսօր օգտագործվում են։ Ձգողականությամբ առաջնորդվող կառույցները ոչ միայն ջուր էին մատակարարում ու քշում տանում աղբը, այլև ապահովում հանքերը, դարբնոցները եւ ջրաղացները ջրի վերականգնվող պաշարներով։ Իսկ երբ հույների մոտ պակասում են վառելիքի պաշարները, նրանք շենքերը, երբեմն նույնիսկ ամբողջ քաղաքների դիրքը որոշում էին այնպես, որ դրանք բռնեին արևի ճառագայթները։ 1980-ին ամերիկացի ճարտարապետ Մալքոմ Բելսը դեմ գնաց ճարտարապետական ցուցամոլության ժառանգությանը, կառուցելով Մասաչուսեթսում գտնվող իր հայտնի տունը։ Տեխնոլոգիայի օգտագործմամբ մենք հիմնական այդ բնական ցիկլերից մի քիչ անջատացել ենք, մի քիչ առանձնացել ենք։ Եվ հիմա ուշադրությունը ավելի նրա վրա է, որ մենք կարողանանք մեր այդ մարդածին միջավայրը, այդ կառուցված միջավայրը ավելի համահունչ դարձնենք բնական ցիկլերի հետ եւ բնական ռիթմերի հետ։ Կանաչ ճարտարապետական շենքերից է օրինակ Գերմանիայի Ռեյխստագը։ Այս շենքի էներգիայի համակարգի հիմքը արևային եւ երկրաջերմային էներգիաների համադրությունն է, բիովառելիքային գեներատորները եւ նորարարական օդափոխությունը։ Այլ օրինակներ են Ամերիկայի դատարանի Վեյն Մորսի շենքը, Ավստրալիայի K2 տոները, Լոնդոնի Բյուրեղը, Մելբուրնի Փիքսել շենքը, Ճապոնիայում գտնվող Ագրոս Ֆուկուոկա հիմնադրամի, Սինգապուրի հիվանդանոցի եւ Թայվանի հանրային գրադարանի շենքերը։ Այսօր աշխարհում կանաչ շենքերի հավաստագրմամբ զբաղվում են էներգիայի եւ բնապահպանական դիզայնի ղեկավարությունը, Լիդը, անգլիական Պրիամը, ճապոնական Քեսպին եւ շատ այլ հավաստագրման ինստիտուտներ։ Որակավորման հիմնական պահանջներից մեկը պետք է լինի տարածքում գոյություն ունեցող շենքերի բազմակի օգտագործումը եւ շրջակա միջավայրի պահպանությունը, կտուրների այգիների ստեղծումը, շրջակայքում բուսականության առկայությունը։ Ջրի վերաօգտագործումը եւ անձրևաջրերի օգտագործումը նույնպես կարեւոր է։ Կանաչ ճարտարապետության պայմաններից մեկը էներգախնայողության բարձրացումն է տարբեր ձևերով։ Օրինակ արևային, քամու, երկրաջերմային, կենսազանգվածի, ջրի կամ բնական գազի էներգիայի օգտագործմամբ։ Կարևորվում է նաև կառուցել նման շենքերը վերամշակվող եւ թունավոր արտանետումներ չպարունակող նյութերից։ Հայաստանում մեր շենքերը 180-ից մինչև, ասենք, 200 կիլովատ-ժամ ամեն մի քառակուսի մետրի համար տարեկան մենք ջերուցման համար էներգիա ենք ծախսում։ Կանաչ ճարտարապետությունը ինձ թվում է այդպես պետք չի մենք Հայաստանում հիմա այդպես մեծ գլոբալ նպատակ դնել մեր համար։ Առաջին հարցը, որ պիտի անդրադառնանք, ինձ թվում է շենքերի էներգախնայողությունը, էներգաարդյունավետությունը բարձրացնելն է։ Հայաստանում կանաչ ճարտարապետության օրինակներ են Լիդ հավաստագիրը ստացած Ավետիսյան ավագ դպրոցը, Դիլիջանի UWC միջազգային դպրոցը, Գյումրիի Կարիտաս վերականգնողական կենտրոնը։